Արարատյան խոհանոց, լավ տրամադրություն, հետաքրքիր նորություններ եւ ջեր մթնոլորտ այս բոլոր երևույթները այսօր կունենաք ձեր եթերում եւ կունենաք ձեր եթերում իմ հյուրի հետ։ Իմ հյուրն է Արտուր Ղուկասյանը, Երևան Պլազա բիզնես կենտրոնի ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ երիտասարդ խոստումնալից շարունակեմ։ Անդամ, ողջույն Արտուր։ Ողջույն պարոն։ Ինչպե՞ս ես։ Նորմալ դուք։ Լավ, հաջողորեն լսում ես այդ երիտասարդ եւ այլն։ Ինչպես կարելի է չնեսել։ Տրամադրությունը ինչպես է։ Լավ, շատ լավ։ Լավ է տրամադրությունը։ Եվ այսօր մենք պիտի նորից շարունակվում է այն մեր հայտարարած միասյակը, որտեղ մենք պիտի ցույց տանք կամ նորություններ, կամ մեր իմացած, այսպես ուտեստները կամ պատկերացնելի ուտեստները նոր մատուցման ձևով։ Պատրաստ ես այսօր։ Կարող եմ ավելացնել եւ նորություն է եւ ձեր երկրորդ տարբերակը, որ դուք նշեցիք։ Այսօր ունենալու։ Այո։ Շատ լավ։ Շատ լավ, լավ տարբերակ ենք ունենալու, այստեղ կարող ենք նույնիսկ նշել, որ մի քիչ հայկական եւ այն մարդու կողմից, ով ավելի շատ հայտնի է որպես թայլանդական խոհանոցի մասնագետ։ Այո։ Շատ լավ։ Խնդրում եմ նշել, թե ինչ պիտի պատրաստենք եւ ինչպես պիտի պատրաստենք։ Օգտագործելու ենք կատնաշոր, մուրաբաների օշարակներ եւ հատիկներ։ Եվ հատիկներ։ Այստեղ վերցրել ենք ընկույզի մուրաբայի օշարակ, հա։ Օշարակ։ Կեռաս։ Օշարակներից օգտագործել ենք միայն ընկուզի օշարակը։ Իսկ հատիկներից կեռաս, հոն, մոշ, կարելի է նաեւ հաղարջ եւ այլ հատապտուղներ։ Այսինքն ընտրությունը պիտի թողնենք պատրաստողին։ Հիմա մենք վերցրել ենք այս 3 հատապտուղները կամ պտուղները մուրաբայից։ Իսկ մեր հերոստատոնին նաեւ կարող է հետաքրքրել։ Նաեւ Հենց կարող են այդ հատապտուղները օգտագործել թար վիճակում։ ես դա էլ հենց ուզում եի դրա մասին խոսել, ինչու՞ չէ անպայման կարող է օգտագործել, պարզապես ելնելով այն մտքից, որ հիմա մեզ մոտ ձմեռ է, մի քիչ դժվար է ձեռք բերել թարմ հատապտուղներ, այնուամենայնիվ մենք ավելի մատչելի եղանակ ցույց տվեց։ Մատչելի եղանակով կփորձենք այս տարբերակով։ Շատ լավ, համեմունք կամ այս օգտագործելու ենք շաքարի փոշի, նանա եւ խնձոր։ Շաքարի փոշի, նանա եւ խնձոր։ Լավ, կա այնպիսի գործ, որ կվստահես այս պատասխանատու աշխատանքում։ Ես կխնդրեմ ձեզ խնձորից միջուկը հեռացնել։ Հեռացված է միջուկը։ Մեջտեղից կիսել։ Եվ խնձորի միջուկը հանել։ Միջուկն է հարկավոր թե խնձորը։ Խնձորն էլ միջուկն էլ։ Մի քիչ բարդ process է, բայց դե գործի սկիզբն է սա։ Շատ լավ, ափսեների մեջ տնենք։ Իսկ ես այս ընթացքում կփորձեմ կատնաշորին ավելացնել շաքարի փոշին։ Սա որպես մատուցարան պիտի ծառայի։ Այո։ Շատ լավ։ Ես կուզենայի իմանալ, սա մտահղացում է զուտ, թե կա Զուտ մտահղացում եմ։ Եվ հենց նոր 10 տարվա կարիերայի ընթացքում չեմ հանդիպել ուսումնասիրելով զննելով ոչ մի այսպիսի տարբերակ։ 10 տարվա կարիեր։ Բավական է այսպես։ Այո։ Ավելացնում ենք շաքարի փոշին։ 1 կամ 2 թեյք թալ։ Նորից խառնում ենք այս զանգվածը։ Ես ուզում եի խոսել, որքան էլ որ դիմախոսներ ունենանք, բայց այնուամենայնիվ խոհարարությունը շատ այսպես հետաքրքիր, բացի հետաքրքիրներից, նաև ստեղծագործ աշխատանք։ Այո։ Եվ լավ է, որ նշեցիր, որ 10 տարվա ընթացքում միշտ աշխատել ես քո նորարարությունը ցույց դնել եւ փաստորեն դու կամա թե ակամա զարգացրել ես մեր ազգային խոհանոցը։ Փաստորեն։ Որի համար իհարկե շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խնձորից հանած այս միջուկը մանր կտրատում ենք։ Կարող ենք կոչել աղանդերային աղցան։
Այո, ինչու՞ չէ։ Շատ ենք խոսում եւ մասամբ նաեւ արդարացիորեն համարում ենք, որ մեր խոհանոցում աղանդերների հատկապես մասով մի քիչ աշխատանքը այդպես կահում է, այսպես ասենք։ Ինչ կարծիք ես, կան հնարավորություններ, կան մթերքներ, ասենք, կամ այդպես ռեսուրսներ, որ մենք կարողանանք զարգացնել նաեւ աղանդերային այդպես մասը մեր խոհանոցի։ Անշուշտ կան, պարզապես պետք են լավ ճիշտ կատարողներ, որպեսզի այդ աշխատանքը ավելի պրոֆեսիոնալ ու ավելի պրակտիկ մատուցվի մեր հանրությանը։ Բա հենց այդ կատարողներ, լավ կատարողների համար է, որ մենք ձեզ երիտասարդների հրավիրում ենք այստեղ, աշխատում ենք ունկնդիր լինել, ականջալուր լինել, թե ինչ առաջարկներ ունեք։ Բարեկամներ, ինչպես մենք արդեն հայտարարել ենք, այս միամսյակը ոչ միայն հենց այնպես ուղղակի նորություններ ներկայացնելու համար է, այլ նաև համախմբելու մեր կազմակերպության շրջանակներում եղած երիտասարդ խոստումնարից խոհարարներին, ովքեր որ իրենց միտքը, որ կարծում եմ մեր ավագ սերնդից ավելի զարգացող է եւ ստեղծագործ միտք է, ներդնել, որ մեր խոհանոցը զարգանա։ Մենք ուրիշ տեղից այլ ռեսուրս, այլ սպասելիք չունենք։ Այդ իսկ պատճառով ես հայտնվել եմ ձեր տաղավար, որպեսզի միասին կարողանանք հանրությանը ցուցադրել մեր ստեղծագործությունը։ Օրինալ է քո հայտնությունը, գնացինք։ Ավելացնում ենք կիտրոնի հյութ։ Խնձորի մեջ կիտրոնի հյութ, ինչ նպատակ։ Որպեսզի չսևացնի խնձորը եւ տեսքը պահպանի։ Կարող ենք առընկից օգտվելով մեր հեռուստադիտողներին հուշել, որ շատ դեպքերում հատկապես երբ որ ունեն այսպես հյուրեր եւ միրգը նախորդ կտրատում են, սպասում որ հյուրը գա, այդ ընթացքում միրգը սևանում է։ Կարող ենք հուշել, որ մի թեթև կիտրոնահյութով խառնված ջրի մեջ կարելի է պահել միրգը։ Բարեկամներ, եթե միրգը կտրատում եւ պիտի սպասեք հյուրերին, հյուրերը ուշանում են, միրգը դրված է, սևանում է, հարկավոր է այդ մրգերը պահել թույլ կիտրոնահյութով բացված ջրի մեջ, նրանք կպահպանեն երկար իրենց տեսքը եւ համային հատկանիշները։ Բարեկամներ, մինչ այս համադրությունները իրականացնելը, ես ուզում եմ մի քանի րոպե, որ մենք ընդմիջվենք եւ ուզում եմ, որ դուք լսեք այն մթերքները, որ այսօր մենք օգտագործում ենք, նրանց մասին օգտակար տեղեկություններ։ Ընդմիջվենք, հետո կվերադառնանք տաղավար։ Կատնաշորը հրաշալի է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն ստամոքսի հետ։ Մուրաբաները օգտակար են մրսածության դեպքում։ Խնձորը ազդում է արյան վրա ու ավելացնում դրանում հեմոգլոբինի մակարդակը։ Նանայի թուրմը անփոխարինելի է հազի ժամանակ։ Եվ այսպես Կատնաշորի խնձորի զանգվածին ավելացնում ենք դեղին գիլաս։ կերաս, այո։ Նորից խառնում ենք։ խնձորի միջուկը, հիշենք, խնձորի միջուկը նույնպես կտրատեցինք եւ կատնաշորին լցրեցինք։ Իսկ կատնաշորը ընդհանրապես մենք օծել էինք, համեմել էինք շաքարի փոշով։ Ինչու ենք անում, որպեսզի կերասը իր բույրը հաղորդի, որպեսզի կերասը իր բույրը հաղորդի կատնաշորին։ Շատ ավելի լավ։ Ավելացնում ենք հոնի հատիկները։ Եվ նորից խառնում։ Այո։ Կարող է յոգուրտը հենց այդպես է պատրաստվում։ Այո, յոգուրտը այդպես է պատրաստվում, թթվասերով, կատնաշորով։ Մենք կարող ենք մեր հեռուստադիտողներին խորհուրդ տալ, եթե շատ են սիրում բալիկները յոգուրտ, հենց տնային պայմաններում հենց այսպես հատապտուղներով օգտագործելով մուրաբայի հարիչով կամ քթալով ավելացնում ենք մոշի հատիկներ։ Եռահամ գումարած, գումարելու ենք նաև ընկույզի
օշարակը քարահամ ստացվելու է զանգված։ Քարահամ զանգված է ստացվելու։ Կարող եք 10 տեսակի հատապտուղ ավելացնել, կարող եք 5, 6, 7 Այսինքն ճաշակի։ Այո, ըստ քիմքի ձեր։ Նանան ինչ որ մասում պիտի, որ ժամանակ պիտի միացնենք։ Նանան մի քանի հատիկ այսպես ավելացնում ենք իր տերևներից մեջը, որպեսզի նույնպես իր բույրը հաղորդի այս զանգվածին։ Այո։ Եվ կարծում եմ, որ արդեն ժամանակն է լցոնել խնձորի մեջ։ Խնդրեմ։ Դուք լցնեք, թե ես լցնեմ։ Ես կարծում եմ, որ դու ավելի տեղյակ ես, տեղեկացված ես այս կերակրատեսակից։ Ես Եվ ավելացնում ենք ինկուզի օշարակը։ Եվ մեր աղցանը արդեն պատրաստ է։ Կարող եք համտեսել։ Շատ լավ, հետաքրքիր աղցան ստացվեց։ Ուղղակի ես հիշեցնեմ, որ մենք այստեղ ունեցանք քարահամ, այսինքն օգտագործեցինք կատնաշորի մեջ կերաս, հոն, մոշ եւ ընկույզի օշարակ։ Այո։ Շնորհակալ եմ, ապրես դու, ես ուզում եմ, որ դու քո խորհուրդը, քո ցանկությունները հայտնես մեր հեռուստադիտողներին։ Ես հեռուստադիտողներին կխնդրեմ, որպեսզի իրանց երեխաների եւ ինչու՞ չէ ամուսինների կամ կանանց համար տղամարդ խոհարարներին է վերաբերվում, պատրաստեն եւ պատրաստենք եւ հպարտորեն կանգնեն կողքը, այստեղ ճաշակելու։ Ապրես դու, շնորհակալ եմ, բարեկամներ, կարծում եմ չեք դժգոհի, եթե ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Արտուրին եւ ցանկանանք, որ ինքն էլ այդ ինչ որ ձեզ ցանկացավ, նույնը անի նաեւ տանը։ Շնորհակալություն Արտուր ջան, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ցավոք սրտի մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, մեզ մնում է ուղղակի մաղթենք, որ լինենք առողջ եւ ողջամիտ, որ հպարտանանք հայ լինելու համար։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամ։ Աղանդերային աղցան, կատնաշոր 1 հատ, ընկույզի մուրաբայի օշարակ 2 թեյ կտալ, կերասի մուրաբա 2 թեյ կտալ, սպիտակ կերասի մուրաբա 2 թեյ կտալ, հոնի մուրաբա 2 թեյ կտալ, մոշի մուրաբա 2 թեյ կտալ, խնձոր 1 հատ, նանա, շաքարի փոշի, բարեախորժակ։